Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը, եթե չեմ սխալվում, հրապարակել է մի ինֆոգրաֆիկա ցույց տալով, թե Հայաստանը ինչպիսի տնտեսական զարգացում է ապրում այս վերջի տարիների ընթացքում։ Ակնհայտ երևում էր, որ այսօրվա տնտեսական ցուցանիշները սկսել են բարելավել 22 թվականից հետո ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այսօրվա տնտեսական մոդելը բավական պրոբլեմային է։ Այն պահին, երբ պատերազմը կաղնեց եւ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները վերանան կամ թեթևանան, մենք ունենալու ենք լրջագույն պրոբլեմներ։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը այդ պրոբլեմների խորությունը լավ չի պատկերացնում։ Եվ ոչ ոք չի էլ փորձում ներկայացնել այդ պրոբլեմների իրական ծավալը։ Եվ սրա հետ մենք առնչվելու ենք։ Եվ առնչվելու ենք հաջորդ 5-ամյակում անկասկած։ Տնտեսական առումով իհարկե մեր տնտեսությունը պետք է ունենա արդյունաբերություն, պետք է արտադրենք մի ապրանք, որը մրցունակ պետք է լինի արտաքին աշխարհներում։ Մենք պետք է ճիշտ գնահատենք, թե մեր շուկաները որ շուկաներն են։ Եվ չի կարող քո տնտեսական քաղաքականությունը քո արտաքին քաղաքական նախապատվությունների հետ չի կարող հակադրության մեջ մտնել։ Այնինչ կա այսօր, ուղղակի ինձ համար մի քիչ շոկային է զուտ արհեստավարժության տեսանկյունից, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Դու հայտարարում ես, որ գնում ես Եվրոպական միություն, Եվրոմիության հետ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7%-ի չափ է, թե չեմ սխալվում, մոտավորապես։ Չէ, ոնց որ մի քիչ ավել է, բայց մի քիչ ավել։ Դու ասես շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունը ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթությունների վրա են։ Հիմա ինչ են հայտարարում, ասում են Ռուսաստանի հետ առևտրային ծավալները մոտավորապես 35% են կազմում, չէ՞ ընդհանուրի մեջ։ Իրական թիվը 35 չի։ Ես դες միանշանակ եմ ասում։ Փորձեմ բացատրել ուղղակի այս հանգամանքը, այդ հայտնի առաջի հարկատուն հեռախոսներ ներմուծողը։ Այդ հեռախոսները Հայաստանում չեն արտադրվում, չէ՞, ինքը միտեղից ներամուծում։ Իրականում ինքը այդ ծավալի առևտուր է անում Ռուսաստանի հետ, բայց ինքը այլ երկրից բերում է։ Եվ եթե այդ ամբողջ sense զուգահեռ ներմուծումները, որը ուղղակի Ռուսաստանի վրա դրած պատժամիջոցների շրջանցելու ճանապարհով է արվում, եթե այս ամբողջը գումարեք, հավաստիացնում եմ ձեզ, առնվազն 60% դա Հետո Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող էլ այդ ապրանքաշրջանառությունը հենց դա է, հիմնական ապրանքը բերում են այստեղ, այստեղից գնում է Ռուսաստան, գրանցվում է վիճակագրության մեջ որպես էմիրությունների հետ առևտրի ծավալ, բայց այ առևտրի ծավալի շարունակությունը գնում է մեկը Ռուսաստան։ Այլ թիվ է, դուք հետաքրքրվեք տուրիստների քանակով։ Մի հատ տեսեք ինչ տոկոս է կազմում տուրիստական հոսքերը Ռուսաստանից։ Ես օրինակ հոկտեմբեր ամսին թռել եմ Կիպրոս մի քանի օրով եւ գնալուց եւ գալուց ինքնաթիռի ուղևորների 80%-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, 80%։ Համոզված եմ, որ բոլոր այլ ուղղությունները մոտավոր պատկերը նույնն են։ Եվ Wizz-ը եկել է Հայաստան, նաեւ ծավալվում է այսօր Հայաստանում այդ հոսքերի համար։ Հիմա պատկերացրեք, սանկցիաները հանվեցին եւ Մոսկվա Լառնակա ուղիղ թռիչք կլինի, ով է գալու Հայաստանում։ Եվ այդ մարդիկ բոլորը վիճակագրության մեջ տուրիստ են։ Որտեւ գալիս են, կարող է մի գիշեր Հայաստանում մնան կամ օդանավակայանից գան, միտեղ հաց ուտեն, հետ գնան։ Տրանզիտային երկիր է Հայաստանը, բայց դառնում է դա այն դասական տուրիստը չի, որը եկել է մեկ շաբաթով կամ 10 օրով մնում է Հայաստանում, պտտվում է Հայաստանում մեկ, դա այն տուրիստն է, որը ստիպված քո երկրով է գնում մեկ այլ տեղ իրավիճակից ելնելով։ Սա պետք է հասկանալ եւ տվյալ դեպքում կրկնեմ այդ միտքը։ Քո արտաքին քաղաքականությունը չի կարող այդքան կտրված լինել քո փաստացի տնտեսական
կապերից, քո փաստացի տնտեսական քաղաքականությունից։ Նաև եթե չեմ սխալվում, քպականներն են, չէ՞ ասում են, հիմա վիզերը կա, մարդ կարող է Երևանից թռնի, Հռոմում սուրճ խմի։ Ճիշտ են ասում։ Բայց ով որ իրեն թույլ է տալիս թռնի Երևանից եւ սուրճ խմի Հռոմում, հաստատ իրեն փողը աշխատում է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Առնվազն 70%-ը, 80%-ը Հայաստանի բնակչության փողը աշխատում է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի շնորհիվ, որտեղ շուկան դա է, եվրոպական շուկան մեզ համար փակված է, փակ է։ Ես նախագահ եմ եղել, ես այն ժամանակ բավական մեծ էր մեր առևտուրը Եվրոպայի հետ, բայց ամեն ապրանքատեսակի համար ուղղակի հսկայական աշխատանք էր պահանջում եվրոպական շուկա մտնելու համար։ Հիմա մոդել, դու աշխատում ես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում եւ պատրաստ ես փող ծախսել Եվրոմիությունում։ Սա է մոդելը։ Նայեք մեր բանկային համակարգը, գրեթե բոլոր բիզնեսներում այսպես է։ Հիմա մենք այն ժամանակ էլ էինք դա տեսնում։ Դրա համար մենք ինչ էինք ասում։ Ասում ենք մենք բոլորի հետ ուզում ենք լավ լինել։ Մենք ռազմավարական հարաբերություններ ենք ստեղծում եւ զարգացնում Ռուսաստանի հետ, բայց մենք նաեւ մտնում ենք Եվրոխորհուրդ, մենք մտնում ենք համաշխարհային առևտրի կազմակերպություն, որ կանխատեսելի առևտուր ունենանք, մենք մերձացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, մենք գնում ենք վիզաների ազատականացման եւ այլ եւ այլ։ Դուք այդ մոդելը, որ այստեղ փող եմ աշխատում, բայց ուզում եմ նաեւ այստեղ ծախսել, պետք է քեզ թելադրի, որ ոչ թե դու պետք է վարես քաղաքականություն կամ, դու պետք է վարես քաղաքականություն եւ, որովհետեւ սա բխում է քո ժողովրդի շահերից։ Հասկացաք, այդ մոդելը իմ տպավորությամբ այնքան պարզ է։